Շակերտյալ քրիստոնյաներին ա վերաբերվում։ Քրիստոսը գիտեք ինչ պատվեր ա տվել։ Եկեք ընթերցենք Հովհաննեսի ավետարանի 13-րդ գլուխ 34-ից 35-րդ խոսքերը եկեք ընթերցենք։ Ձեզ նոր պատվիրան եմ տալիս, որ սիրեք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի, նույնպես դուք միմյանց սիրեք։ Դրանով բոլորը կճանաչեն, որ դուք իմ աշակերտներն եք, եթե միմյանց նկատմամբ սեր ունենաք։ Այս պատվիրանը երբ կարողացաք լիարժեք պահել, այդ ժամանակ դուք կլինեք լիարժեք քրիստոնյա։ Ոչ մեկին մի նախանձեք, սա խորհուրդ։ Աստվածաշունչն ասում է, որ ոչ մի անմաքուր ու պիղծ բան չպիտի մտնի երկնքի արքայություն։ Նախանձությունը անմաքրությունա չէ, նախանձությունը պիղծ բանա չէ։ Երբ որ այդ նախանձը ձեր միջից հանեք, այդ ժամանակ նոր կմտնեք երկնքի արքայություն։ Աստվածաշունչը նաև ասում է, եթե չլինեք երեխաների պես մաքուր, երկնքի արքայությունը չեք ժառանգելու։ Լավ, բա Քրիստոս ինչի համար եկավ, խաչվավ։ Մեր նախանձի համար, մեր եսակենտրոնության համար, մեր հպարտության համար, ովքեր Քրիստոսին ընդունեցին։ Ինչ տեղի ունեցավ, սրբագործվեցինք, մաքրվեցինք այդ ամեն անիրավությունից։ Այդ նախանձով, այդ հպարտությամբ, այդ եսակենտրոնությամբ դուք ուզում եք երկնքի արքայությունը ժառանգեք։ Աստվածաշունչը նման բան չի ասում, որ պիտի ժառանգեն։ Դրա համար, երբ որ Քրիստոսին ճշմարտապես Տեր ու Փրկիչ կընդունեք, այդ ժամանակ էլ երկնքի արքայությունը կմտնեք։ Դեռ այսքանը,